Սիրելիներս, պահն է եկել, երբ որ պետք է Տիրոջ խոսքից սնվենք։ Թեման, որի մասին հիմա խոսելու եմ, նորից այս շաբաթ ևս կընդհատեմ մեր Հովանու Ավետարանի սերտողությունը, բայց թեման արդիական է, թեման կարևոր է, թեման կարևոր է եկեղեցու ծառայությունների, թեման կարևոր է ձեր համար։ Թեման կարևոր է ամեն քրիստոնյայի համար։ Հիմա կասեք, տեսնես մեր հովիվնես ինչ թեմա է, հռնե որ Հովանու Ավետարանը կընդհատե առատությամբ սերմանելու, նյութական հանգանակության, դրա դրդապատճառների, հետևանքների մասին եմ խոսելու, եւ սա շատ կարևոր է։ Երկրորդ Կորինթացիների 9:6 Պողոս առաքյալն ասում է, որովհետև սա եմ ասում, թե խնայելով սերմանողը խնայելով էլ կհնձե եւ առատությամբ սերմանողը առատությամբ էլ կհնձե։ Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հակադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Եկեք աղոթենք եւ հուսամ այս մասին հետագայում շատ կարիք չի լինելու անդրադառնալու, որովհետև թեման ձեր կյանքերի համար է առաջնահերթ կարևոր։ Եկեք աղոթենք եւ հետո հասկանանք Աստված ինչի համար է նաեւ սա տվել իր եկեղեցուն։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք, որ դու ես հոգում մեր կարիքները։ Շնորհակալ ենք, որ դու առատորեն ես այն օրհնում եւ օգնում եւ անգամ մեր արժանինքներից էլ շատ։ Շնորհակալ ենք, որ կյանք ես տվել, պահպանում ես եւ այս ամենը քո ողորմությունն է եւ արժանի չէինք անգամ քո առջեւ կանգնելու այսօր այստեղ։ Բայց ողորմացել ես, հոգացել ես, ողջ առողջ էստեղ ես կանգնեցնել քեզ երկրպագելու եւ թեման, որի մասին խոսելու ենք, սա նույնպես թող դառնա քեզ երկրպագելու կարևոր մի տար։ Եկեղեցիդ հասկանա այս ճշմարտությունը, հասկանան այն ամեն լսողները, որ նաեւ այլ հարթակներում են լսելու եւ խորապես գիտակցեն քեզ ծառայելու կարևորությունը եւ դրա հետևանքը։ Հիսուսի անունով եմ խնդրում, թեմայի մեջ դու խոսես, եկեղեցուդ եւ ժողովրդին դու բացատրես, դու լինես խոսացողը, ոչ թե իմ մարդկային շուրթերը եւ մտածելակերպը։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ամեն անգամ, երբ կատարում ենք կանզանագային ծառայությունը, նյութական նվիրատվությունը կամ առհասարակ տալու որևիցե ծառայություն, սա կլինի կերակրել աղքատներին, սա կլինի որևիցե կերպով մեր կյանքը, մեր ժամանակը, մեր ֆիզիկական ուժը, մեր առողջությունը ներդնելը, սա պիտի լինի հոժարական սրտով, ոչ թե տրտմությամբ, սա պիտի լինի խորը գիտակցությամբ, ինչը շատ քրիստոնյաներ տարիներ շարունակ լինելով եկեղեցում չեն էլ հասկացել։ Եկեք նայենք մի տեսապատկեր։ Սա խոսում ենք ամենայն լրջությամբ։ Սա եկեղեցու ապրելու
եկեղեցու գոյատևելու այս նյութական աշխարհում մի տար է, որը ես չեմ հորինել։ Կարտացինք ոչ թե Գյունլաստադիս հեքիաթների գրքից, այլ Աստվածաշնչից։ Երբ որ մենք ծնունդ ենք գնում, մեր համար կյանքերս էլ կտնենք, որ 10,000 դրամանոց նվեր առնենք, տանենք Հոբելյարին, ոնց կլինի։ Մի օր եղել է ձեր կյանքը տնեք, որ այս այդ գումարը տանիմ Տիրոջը ծառայեցնեմ։ Երբ որ մի հատ 1000 ու մի առիթի կմասնակցենք, ամեն ինչ կտնենք, որ այդ ամեն ինչին լավագույնն երևանք, անգամ մենք փող չունենք սնվելու, բայց կարա մի 30-40-50 հազարնոց շորել առնենք այդեղ ներկա եղնելու համար, բայց երբ որ հարցը գալիս հասնում է Տիրոջ համար գնալ, ժամանակ տրամադրել ավետարանելու, պատրաստ չենք։ Դե եկեղեցին կա, եկեղեցին պիտի հոգայի իր զավակների մասին, ով պիտի հոգա եկեղեցու մասին։ Այո, Տերը հոգում է, բայց Տերը հոգում է նաև իր զավակների միջոցով։ Դրա համար զավակներին է տվել այս պատվերը։ Բայց պիտի պարտադիր շեշտադրենք, որ այս ծառայության մեջ շատ կարևոր է դրտա պատճառները։ Ի սրտե տալ նշանակում է լինել նվիրվածության մեջ։ Աստված տեսնում է սիրտը, սրտի դիտավորությունը։ Մարդը նայում է երեսին, բայց Աստված նայում է սրտին։ Եթե այսօր ես ներկա եղա, մասնակցեցի հանգանակությանը եւ Սոֆիա տատը տեսա, որ Արարատն էլ մասնակցեց, սա երեսն է։ Բայց թե ինչի համար մասնակցեց թե Սոֆիա տատը, թե Արարատը, այս սա տեսնում է Աստված։ Սա առաջի թագավորաց 16-ի 7-րդ խոսքն է, որ ասում է, մարդը նայում է դեմքին, Աստված նայում է սրտին։ Հիշում եք այրուլուման։ Մարդը նայեց դեմքին, Հիսուս նայեց սրտին։ Մարդու նայելով նա քիչ գցեց, Քրիստոսին նայելով վերջի ունեցածը գցեց։ Մարդը բերում է, գցում է Տիրոջ ծառայության համար։ Իր ավելցուկից եւ մարդ էլ կա, մտածում է, որ այո, այսօր գնամ աշխատեմ, որ Տիրոջս գործի համար մասնագից լինեմ։ Ոչ թե գնամ աշխատեմ փորս լցեմ, ինչ է մնաց տակը կամ կգցեմ կամ չեմ գցե ասում։ Ախր այդ կյանքը, այդ ուժը, այդ զորությունը, որ դու այսօր կշնչես, որ եկուց կարա չշնչես, Աստված է տվողը։ Մի օր կարա էլ չտա։ Սրտի վիճակը ազդեցություն ունի։ Մենք պետք է անկեղծ նվիրատվություն անենք։ Դրա համար մեր կարտացած հատվածում ասում է Աստված սիրում է ում ուրախությամբ տվողին։ Ուրախությամբ տվողը գիտես որն է։ Այն որ կյանքը կտնե։ Խոսքը միայն նյութականին մենք եկեք չվերագրենք։ Նյութականի մասին է խոսքը, բայց ժամանակը, կյանքը, այդ ամեն ինչ ինչ որ Տիրոջ առաջ ես բերե, ուրախությամբ դիր։ Ուրախությամբ նվիրե։ Մի տնջա որ դու Աստծո համար կյանքը տրել ես, ֆինանսդ կտնես, ժամանակ կարա կորցնես։ Աստված սիրում է ուրախ տվողին։ Հատկապես գնահատում է այն զոհաբերությունները, որոնք արվում են ուրախությամբ, այլ ոչ թե ուղղակի որպես պարտականություն։ Ոչ թե հարգադրանքով, այլ իրապես սիրով, ոչ թե պարտքի զգացումով։ Եվ այն, որ մենք ուրախությամբ սերմանում ենք Տիրոջ գործի մեջ, ունենալու է հոգևոր
հետևանքներ։ Ինչ է տալիս ի սրտե Տիրոջը ծառայելը։ Ինչ է տալիս մեզ։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Թեման, որի մասին այսօր խորապես խոսելու ենք, Տիրոջը չսիրող մարդու համար լինելու է գուցե եւ գայթակղություն։ Տիրոջը սիրող մարդու համար վերել գիտակցություն եւ ավելին մղելու է ծառայության եւ հոգեվոր հասունության։ Անկեղծ նվիրատվությունը, անկեղծ ծառայությունը ունենալու է հետևանքներ։ Առաջինը սերտ հաղորդակցություն Աստծո հետ։ Ասում եք, այդ ո՞նց։ Ինչ կապ ունի ֆինանս, լումա դնելը եկեղեցում Աստծո հետ սերտ հարաբերության հետ։ Ասեմ, սա գալիս է երկրորդ հետևանքով։ Մեր սիրտը ազատվում է նյութական կախվածությունից, նյութի գերի լինելուց, եւ եթե դու ազատ ես այս նյութական իրավիճակից, կախվածությունից, ավելի որպես քրիստոնյա նվիրված ես Աստծուն։ Որն էլ իր հերթին բերում է երրորդ հետևանքը, որն է զարգացնում է վստահությունը առ Աստված, որ Աստված խոստացել է, որ եթե դու առատությամբ կյանքը դնում ես ծառայության մեջ, խոսքը կոնտեքստում ֆինանսի մասին է, բայց մենք գլոբալ ենք խոսում, սիրելիներս։ Երբ որ կյանքը, ֆինանսը, ժամանակը, ամեն ինչ դնում ես ծառայության մեջ, սա քեզ ազատում է նյութական կապվածությունից, ինչպես նաև զարգացնում է վստահությունն առ Աստված, որովհետև Աստված ասում է, որ ես իմիններին սոված չեմ թողնի, բայց առատությամբ սերմանողը առատությամբ էլ պետք է ընծե։ Դրդապատճառների հակադրությունը։ Այրի կնոջ երկուլուման եւ փարիսեցիները, ովքեր անում էին ինչպես Մատթեոս 6:1-4։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ, նրան ցույց տալու համար, այլապես վարձք չեք ունենա ձեր հորից, որ երկնքումն է։ Երբ դու ողորմություն անես, մի փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում, եւ որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը ստացել են։ Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձեռքը չիմանա, թե քո աչքն ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկ տեղը, քեզ հայտնապես կհատուցի։ Դու ծածուկ կենես, բայց հայտնապես մաշկիդ վրա կզգաս Աստծո ողորմությունը։ Սխալ դրդապատճառները, սիրելի եկեղեցի, սխալ դրդապատճառները կամ այսպես չուզենալով ծառայելը չեզոքացնում է նվիրատվողի հոգևոր վիճակը։ Սիրտը եւ գործը պիտի լինի միասնական։ Ամբողջական նվիրում է պետք։ Վերցնենք Կորնելիոսի օրինակը։ Կորնելիոսը հետանոց էր, Աստծուց վախենում էր, բայց լսել էր Աստծո մասին։ Ասում է, որ ամեն ժամանակ ողորմություն էր տալիս աղքատներին։ Որտեղից էր գալիս այդ ամեն ինչը։ Աստծո հետ անկեղծ փոխհարաբերություններից, հավատքից։ Ուստի, եթե մենք չենք անում այդ կերպ, այլ այսպես մեր ավելցուկից հայրենսած թուլափայ գծում ենք, ասում ենք, թե Աստված ջան, ես էլ քեզի քու գործին, սա քու հոգևոր ճղճին վիճակն է ցույց տալիս։ Գործողություններ եւ դրդապատճառներ շատ կարեւոր են։ Եթե մարմինը ամբողջ ունեցվածքը վաճառես 10 աղքատներին, բայց սեր չունենաս, ոչինչ ես։ Ծայրահեղությունից ծայրահեղություն, ոմանք չեն կամենում, ոմանք է կարա հանուն մարդկային պարտի կամ բանի ամեն ինչն է, բայց առանց սիրո։ Այսինքն քո սիրտդ եւ գործդ մեկտեղ պետք է եղնի։ Գործը չի կարա օրհնվի, եթե առանց սիրո է, եւ սերդ չի կարա արտահայտվի, եթե առանց գործ է։
Եթե էլիքսեմ սպես կբերեն, այս 20 դրամն է ասում, սաղ շապատ ասված պայեց, կյանքը տվեց ամեն ինչ, հետը կուկավորա եկեղեցին բդի էշտա ավետարանելու կանզանակում գումար չունի։ Խի Աստված բդի միանակ մեր մասին հոգա, իսկ մենք Աստծու պատվերը ավետարան տարածելու չենք։ Հիմա ավելի ենք խորանալու տվյալ թեմայի շուրջ։ Ժողովուրդ ինչ որ խոսում եմ հասկանալի է բոլորիդ։ Կա բան որ պիտի ավելի մանրանամ։ Խնդիր չկա եթե կարիք եղնի։ Ինչ է ցույց տալիս, երբ որ մենք ի սրտե ծառայում ենք Աստծուն։ Ինչ է ցույց տալիս, որ մենք ի սրտե ամեն ինչ անում ենք, որ Աստծուն ծառայենք, ոչ թե ամեն ինչ անում ենք, որ շքեղ հարսանիք գնալուց ամենասիրունը մենք եղնենք, որ մենք լավ ուտենք, որ մենք լավ հագնենք, բայց հա դա առաջինը ցույց է տալիս, որ մեր սիրտը Տիրոջինն է, այսինքն մեր նվիրվածությունն է ցույց տալիս, որ մեր սիրտը փոխված է, կապված չէ, նոր խոսեցինք են հետևանքների մասին, որ մեր սիրտը ազատ է նյութական կախվածությունից, մեր սիրտը ավելի կապված է Տիրոջը հաճոյեցնելու, Տիրոջը ծառայելու վրա։ Ինչ է փոխում ի սրտե տալը մեր սիրտը, որովհետև Հիսուսը միտեղ մի անգամ ասեց, Մատթեոս 6:21-ում ասեց, ինչ ասեց, որովհետև որտեղ որ ձեր կանձերն է, այնտեղ էլ ձեր սիրտն է։ Եթե քո կանձը սիրտդ կապված է ֆինանսի հետ, որ ախպեր հանկարծ սուրից ավել չծառայեցնեմ, սուրից ավել, քո սիրտը տեղ է կմնա։ Հիմա հետևանքները սաղ տեսնելու ենք։ Ի սրտե տալը կառաջացնե հոգևոր երախտագիտություն ստացողի համար։ Ի սրտե տալը կբերե հոգևոր շնորհակալանքի։ Սա բավարարվածություն կբերե։ Ինչ տեղի կունենա, նայեք, երկրորդ Կորինթացիների 9:11-12-ն ասում է. ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով մեր միջոցով որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն, այսինքն մենք տալիս ենք հանգանակություն, ի գոհություն այն բանի, որ Աստված է մեզ ամեն ինչ տվել, սա պտուղ է ունենում հետո, որտեղ այս բարեգործության ծառայությունը ոչ թե միայն սրբերի կարիքներն է բավարարում միայն եկեղեցու, այլև Աստծո հանդեպ շատերի գոհությունն է շատացնում։ Ամեն կերպով այս ծառայության մեջ Տերն է փառաբանվում։ Բայց մինչև այդ եկանք, չէ, որ դեպքում, եթե ի սրտե է, եթե ձևական չէ, եթե մարդկանցից փառք վերցնելու համար չէ, եւ այլ եւ այլ։ Գործնական հետևություններ։ Մենք պետք է աղոթենք մեր սրտի մաքրության համար, որովհետեւ կապված չեղնենք այս նյութական կեղտից։ Աստված մաքրե մեր նյութական ծառայության դրդապատճառները նվիրատվության մեջ։ Պիտի լինենք մաքսիմալ Աստծո համար անողներ, ոչ թե հանրային փառքի արժանանալու, որովհետև Տերն է ասում քո ողորմությունը թող գաղտնի լինի, բայց չի ասում գաղտնի լինել նշանակում է առատությամբ չսերմանել։ Հասկնաք կը։ Մարդկա մեկը կպահե, մյուսը չի պահե։ Այսինքն այդ ամեն բալանսը հոգևոր տեսակետից պետք է եղնի ծառայության մեջ։ Տալ, որը ավելցուկը քո ունեցվածքով պատվիր Տիրոջի եւ քո բերքի առաջնեկներով։ Ինչ է նշանակում Առակաց 3:9-ում է քո ունեցվածքով պատվիր Տիրոջի եւ քո բոլոր բերքի առաջնեկներով, այսինքն լավագույնով, ամենաիդեալականով, ամենաընդիրով։ Գիտես ինչի՞։ Որտեղ մեր Տերը արժանի է, որ մենք լավագույնով ծառայենք իրան, ոչ թե մտածենք, որ Աստված 7 վերքի դեմը նստած մեզից փող կուզե։ Մոռացեք։ Մեր Աստվածը կան նյութական
այս ծառայությունը ինքը կարիք չունի, դու ունիս, ես ունիմ, սա մեր համար է դրած, մեր սրդի դիրքը շտկելու համար է, մեր ողորմությունը ավելցնելու համար է դրած, մեր կողունակ սիրտը ցույց տալու համար է դրված, ինչի համար ենք անում, առաջնահերթությունները ցույց են տալիս մեր սրդի արժեքները, ինչ արժեք ունի սիրտը, դուտպես է կծառայես այս աշխարհում Տիրոջը, չմտածես, թե ասենք Գևորգ եղբայրը կամ որևիցե քրիստոնյա, ասենք բանը, ասենք այնոր գեղեցիկ բառ է, Գևորգ եղբայր ջան, բան, դուրով կուդը կերավ անցավ գնաց, քու ծառայությունով կերևա քու սրդի քիչ, ծառը իր պտուղներով կերևա, այն ինչ որ ես չեմ տեսնի, հիշեք քիչ առաջ խոսացինք, մարդը նայում է դեմքին, Աստված սրտին, ի վերջո ի սրտե տալու կարևորությունը այն է, որ այն արտացոլում է մեր ինչը Աստծո հետ հարաբերությունը, կապը, ոնց տալիս եք, այդպես է կապված ենք Աստծո հետ, մեգնձի հագարակը չի կարա համոզել, Աստված ինքը պատվերը տնելուց ասում է, որ առատությամբ սերմանուն առատությունը կհնձե, ես չեմ ասում, Աստված է ասում, հետո է շատերը կսեն, այ ախպեր, բսկամ, եկեղեցի կերտանք, ինչի չենք օրհնվի, տոնչի կերտաս, դրտա պատճառը, կծառայես, մենակ կերտաս երտելու համար, թե նաև կերտաս, որ դու էլ ընդեղ ծառայես, դու էլ եղնիս քրիստոնյա, դու էլ Աստծո կամքը կատարես, այդ ինչ խեղա, որ մեղայ Աստծո ասելուց դու քրիստոնյա ես, բայց երբ որ կուկա գործնական քայլերի մեջ, դու ախպեր չան չկաս, ոչ կյանքդ կտնես, ոչ կավետարանես, ոչ նյութականդ կտնես, ոչ առողջությունդ, ոչ ժամանակդ, բայց երբ որ քեզի պետք եղնի աղոթքի ժամանակ, դու կասպես, կմտածես, որ Աստված Սանտա Կլաուսն է, գիտես ինչ կա, քույրիկ կուզեմ, ապերիկ կուզեմ, փող կուզեմ, հաց կուզեմ, մեզ կուզեմ, արգեք, ըսկանց հացս չէ քրիստոնեական արժեքները, այս ծառայությունը Աստված է դրել, ուրեմն պետք է, Աստծո հետ մեր կապն է ցույց տալիս եւ իրական առատաձեռնությունը բխում է Աստծո առատությունը ճանաչելուց, եթե մենք ճանաչենք, թե Աստված ինչքան առատ է մեր հանդեպ, արժանի ենք այն ամեն ինչին, ինչ որ հմի ունենք, արժանի ենք, որ Քրիստոս եկավ խաչվավ, այ երբ որ լիարժեք Աստծո առատությունը ճանաչես, դու էլ կճանաչես ով ես դու ու ինչը դու պիտի փառաբանես ու ծառայես այդ Աստծուն։ Սա ոչ թե պարտականություն է, այլ արտոնություն մասնակցել Աստծո սիրո աշխատանքին։ Սա ոչ թե պարտականություն է, այլ օրհնություն է, արտոնություն է, Աստված քեզի այնքան է արտոնություն տվել, որ դու ոչ թե աշխարհի գործերին ես մասնակից, այլ իր գործերին։ Նորից եմ ասում, առողջականով էլ, կյանքով էլ, ամեն ինչով էլ, ընտանիքով էլ, նյութականով էլ, ամեն ինչով էլ։ Առատությամբ սերմանողը, խոսացինք սրդի տրտապատճառից, խոսացինք այն շատ մանր դետալներից, բայց նորից պիտի անդրադառնանք առատության սերմանողը, առատության պիտի հնձե, ինչ պիտի հնձե։ Սա սկզբունք է, սա հիմնարար է, գալիս է Կորինթացի 9:6-ից։ Պողոսն ասում է, սա էլ իմացիր, ով քիչ է սերմանում, ուշադիր եղեք, քիչ էլ կհնձի, սա պատասխանում է, թե մենք ինչ ենք տեղում քայլով մարշ տվել։ Եվ ով առատորեն է սերմանում, առատությամբ էլ կհնձե, ու եկեք հիմի ուսումնասիրենք, որ հասկանանք, ինչի ենք տեղում քայլով մարշ տվել։ Մեր ծառայության մեջ, մեր ամեն ինչի մեջ, պլյուս նյութականի մեջ։ Այստեղ Պողոսը կբերե գյուղատնտեսական օրինակ։ Մենք գիտենք, չէ՞, եթե օրինակ դու կցանես
5 մեշոք, 5 մեշոքի համարժեքի կհնձես։ Եթե կցանես մեբուր, մի ակնկալոր կամազը պիտի կագնի ու դուք է բանվորներով պառնակ։ Չի կարող պես եղնի։ Տեսը Լիլիթ քուրնտիկ լավ կհասկնա։ Արդեն Արոն էլ։ Չի կարող պես եղնի որ ասպես բուրըմ ցանես ու զենաս կամազում հնձես։ Առադությամբ կցանես ու հաշվի առնելով սրդի տրտապատճառը, մոդեցումը, տասու հանդեպ սերը, նվիրվածությունը, առադությամբ կհնձես։ Չէ, եկեղեցի ջան, 10 տարի է կանգնեցի, քարոզենք 10 տարի է տեղում քայլով մարշ է կենելու։ Գալու եք սրտի դեք ինչ կա։ Մոդս էս են չէ, են չէ, են չէ, են չէ, են չէ, են չէ։ Կորինթացիների նվիրատվությունը համատեքստը վերաբերվում է Երուսաղեմի եկեղեցուն։ Իհարկե, Երուսաղեմի եկեղեցին, ուշադիր եղեք, խոսքը գրում է Կորինթոսի մասին, բայց Երուսաղեմի եկեղեցու մասին։ Այսինքն հանգանակությունը Պողոսը հավաքում էր մի եկեղեցուց, որպեսզի տաներ մյուս եկեղեցուց։ Սա ցույց անիշ է, որը մեզի պիտի դրտե, մեզի պիտի ցույց տա, որ մենք էլ պիտի պատրաստ եղնենք մեր ներդրումը կատարենք Տիրոջ գործին, ոչ մենակ մեր եկեղեցու համար, այլև դուրս։ Այստեղ խոսքը հաջորդում է Աստծո առատաձեռնության մասին, որտեղ ասում է 2:9-8-ում, Կորինթացիների 2 Կորինթացիների 9:8-ում։ Եվ Աստված կարող է ամեն շնորհ ձեր վրա առատացնել, որ դուք ամեն բանում ամեն ժամանակ բավարարություն ունենալով առատանաք ամեն բարի գործերով։ Այսինքն դու տալիս եք, ես տանում եմ այս ծառայության մեջ, արդյունքում Աստված կարա ձեզի օրհնեց այնքան, որ դուք էլ միշտ առանց տրտնջի գոհունակություն ունենաք ու ավելի առատանաք բարի գործերի մեջ։ Այսինքն քու տալը հետևանք է օրհնության, որից հետո կփխե եւս մի հետևանք, ուրիշներին էլի կօրհնես դու։ Գոհությամբ, որտեղ Տիրոջ խոստումը քու կյանքում կատարվեց։ Սկզբունքը ճիշտ հասկանալու համար մենք պետք է հասկանանք, ուշադիր եղեք սիրելիներս։ Շատ ուշադիր։ Սա ոչ մեխանիկական բանաձև է։ Սա չի նշանակում խարիզմատների պես։ Ուշադիր եղեք, սա հատուկ շեշտում եմ։ Որ դու ասում X գումար, ու կստանաս X + Y գումար։ Առևտրային հոգի չկա։ Սա կատարյալ նվիրվածության գաղափարախոսությունն է։ Ուրտեղ է սիրտդ կբաց։ Գանձերդ ուրտեղ կտիզես։ Կախված ես նյութականից, թե ամբողջ ինչ ունիս չունիս կյանքով նվիրված ես Աստծուն։ Սա նկարագրում է հոգևոր իրականություն, որ մեր առատաձեռնությունը բերում է բազմապիսի տարբեր ձևերի օրհնություն, որոնք ոչ միշտ նյութական են։ Ամեն մարդ տա այնպես, ինչպես իր սրտի մեջ որոշել է, ասում է Պողոսը։ Սերմանելու չափը պիտի բխե սրտից։ Ու կփխե սրտից։ Ոնց ես մոդելում Աստծո ծառայությունը։ Մի հատ հարց տվեք, ոնց եմ մոդելում ես Աստծո ծառայությունը։ Ոնց եմ մոդելում, ինքը ձեզի մի հատ հարց տվեք այստեղ։ Լավն է ձեր պատասխանը, ձեր տուրուկու կա։ Ձեր կյանքը, ձեր նյութականը, ձեր առօրյան, ձեր ժամանակը դրված է Տիրոջ մեջ։ Ոնց եք մոդելում։ Հարց տվեք, ձեր տուրը շատ կուկա է այդ իրավիճակը։ Գնում ենք առաջ։ Հետո էլ ասում է առատությամբ կհանձը։ Ինչ է հունձը։ Չենք ցանել, բայց կուզենք էլիքսը կամազով բանենք, հնձենք։ Առատ բերքը կարող է արտահայտվել տարբեր կերպերով։ Հոգևոր աճ։ Տեսանք, որ ինքան մարդ պետք է աճածեղնի հոգևոր, որ նյութականից կախվածություն չունենա, ու նաև կախված է այդ քու ծառայությունից քու հոգևոր աճդ։ Առատաձեռնությունը զարգացնում է քրիստոսանման բնավորություն, գտասրտություն, վստահություն առ Աստված ու հավատք։ Ինչքան պետք է վստահես Աստծուն, ինչքան պետք է Քրիստոսին նման եղնես, որ գտասիր դեղնես ու հավատաս Աստծո խոստումներին, որ առատությամբ ծառայես։
Երկրորդը Աստծո թագավորության ալ մեր նվիրատվությունները կնպաստեն ավետարանի տարածմանը, ինչը կհանգեցնի Աստծո թագավորության մասշտաբի մեծացմանը։ Երրորդը նյութական կարիքների բավարարում, եւ Աստված կարող է ամեն շնորհ ձեզ վրա առադասնել, որ դուք ամեն բանում ամեն ժամանակ ամեն բավականություն ունենալով ուրիշներին էլ ծառայեք եւ այլ, Աստված կհոգա իր զավակների կարիքը։ Կապված է, չէ՞, մեկը մյուսին։ Կհնձես, սիկ կունենաս։ Կցանես, կունենաս։ Չես ցանել։ Աստված է ասում։ Ոնց ցանիր, այդպես է կհնձես։ Եւ 5-րդը երկնային գանձեր կտզես։ Մատթեոս 6:20։ Մի դիզեք գանձեր երկրի վրա, այլ գանձեք դիզեք երկնային գանձել։ Բարգավաճման ավետարանը այս հարցի շուրջ ունի ծուղակ։ Գիտեք բարգավաճման ավետարանի մասին լսել եք։ Այն որ կքարոզեն որ տուր գումար, Աստված գումարդ կորտնե եւ այլ, մեր քարոզաբանության տերմինոլոգիայի մեջ մենք խոսացինք մենակ այն ինչ որ Աստվածաշունչը կսե, բայց ոչ երբեք տուր x գումար, որ x + y հնձես, այլ երբ որ ի սրտե ծառայում ես առանց առևտրական հոգեբանության, բայց փոխված սրտի համարժեքով, այդ քու սրտի համարժեքով էլ ստանալու ես։ Այսինքն այստեղ գումարի խնդիրը չէր։ Մենք կարանք լավ ծառայենք, ես վստահ եմ այս առումով։ Բայց եթե չենք ծառայես, արդեն սրտի դիրք է։ Կամ եթե շատ լավ ծառայեցինք, արդյոք այստեղ խնդիրը գումարի մեջ է։ Չէ, մարդ կարա լիքը գումար նվիրաբերե, բայց խոսքի օրինակ, սեր չունենա, մարմինս էլ տամ ունեցվածքս վաճառեմ, այսինքն պետք է սաղ եղնի փող իրար մեջ, գործնել, սրտի դիրքնել, ամեն ինչն էլ։ Մեր նվիրատվությունները նաև կարա լիքը մարդկանց կյանքեր փոխը։ Լիքը մարդիկ ավետարանը լսեն, ապաշխարանը փոխվին։ Նյութական կարիքների բավարարում կեղնի։ Սրա մասին ասեցինք։ Երկնային գանձեր կտիզենք, սրա մասին էլ ասեցինք։ Տուր, որբեսի ստանաս մտածողությունը խեղաթյուրեգը այս սկզբունքը, տալը պետք է բխի սիրուց, երախտագիտությունից, ոչ թե անձնական, բիրժայական գաղափարից։ Հասկացաք։ Այո, բդի առատությամբ սերմանենք, բայց սրտից, ոչ թե բիրժայական առևտրի մեջ մտնելով Աստծուց։ Եթե դու սիրտդ կապված չէ Տիրոջ հետ, ու դու միլիոն հետաս դու էլի կորցնելու ես ու չես շահելու։ Բայց եթե ի սրտե սիրում ես, ծառայում ես, գիտակցում ես, ինչի է ծառայում ես ամեն ինչը, կորտնվես։ Ուրիշներին էլ կորտնես։ Այն որ ուրիշներին կորտնես, մի հատ էլ կորտնվես, մի հատ էլ կորտնե, մի հատ էլ ու սա կեղնի այն բալանսը Տիրոջ խոստման։ Ինչպես կորտնել։ Միայն ֆինանսով։ Ֆինանսդ ներդրել է սաղկատես կերակրե։ Երկուց օր դու սոված եղար, Աստված հացոտ կտա։ Հիվանդին ես այցելը, երկուց օր հիվանդ եղար, առատությամբ կարասենք աղոտես ու Տերը քեզի ողորմությունն է։ Այսինքն քու ծառայությունը, նվիրվածությունը քեզ տարբեր բնագավառերում է բերելու օրհնություն։ Խոսքը մենակ բիրժայական գաղափարի մասին չէ։ Խոսքը ընդհանրապես XY գումարի մասին չէ։ Խոսքը անձնվիրաբար գիտակցության մասին է, որ այո, Աստված եթե ասել է, ուրեմն լավագույնը պետք է անեմ։ Ինչ է համար ես կարամ ինձ լավագույն կոշիկը առնիմ հագնիմ, բայց Աստծո համար չեն է մտիկ։ Հետ եղել է ուրա երտաս մտածես թե եկուց ինչ պդուդես լիքը, բայց հետ եղել է ուրա երտաս մտածես թե այ ախպեր ես ինչ եմ որ եկուց էլ Տիրոջ գործը մի քայլ առաջ է դա այս նյութական աշխարհի մեջ։ Աղքատների նվիրատվություններ նաև կարող ենք անել ու Հիսուս գովեց աղքատարյուն, ով տվեց ամեն ինչ ինչ որ ուներ։ Այստեղ Հիսուս արժևորեց պրոպորցիան, ոչ թե բացարձակ գումարը։ Այստեղ հարցը էլիքս եմ գումարի մասին չէ, բայց եթե քու սիրտդ կախված չէ գումարից դու լավագույնը կենես։
Ստեղ խնդիրը ձեր սրտի մասին է, եկեղեցի ջան, ստեղ խնդիրը մեր սրտի մասին է։ Խի մենք պատրաստ չենք այն լավագույնը տնելու Աստծո համար, բայց լավագույնը պահանջելու մեր անձի համար ունենալու համար կյանք երեսեք ուտանք։ Խի Այստեղ նաև ցույց կտա, թե մենք ինչքան կվստահենք Աստծո խոստումներին։ Նվիրատվությունը, մեր առատաձեռը նվիրատվությունը կդառնա հավատքի գործողություն, վստահել Աստծո հավատարմությանը, ուրախությամբ տալ։ Սա Աստված կսիրե ուրախությամբ տվողին։ Եթե կսիրե ուրախությամբ տվողին, ուրեմն քծիբությունը կամ ոչ մաքուր սրտով ու պատրաստական ծառայությունը կատե, զզվելի է։ Աբրահամը պատրաստ էր տալ իր միածին որդուն, իր միակ որդուն։ Արդյունքում Աստված օրհնեց իրան ինչով։ Ազգերի հայր սարքելով։ Դուք պատկերացնեք, ու նույն որդու միջոցով։ Որտեւ Աբրահամը հավատաց Աստծո խոստումներին։ Սողոմոնը 1000 ողջակեց մատուցեց։ Երրորդ թագավորաց 3 գլուխ 4-ից 15 համարներում։ Ինչ ստացավ փոխարենը։ 5000 միլիոն ողջակեցի կար։ Ինչ ստացավ։ Ինչի բերեց Սողոմոնի առատաձեռնությունը, ժողովուրդ։ 1000 ողջակեց, պատկերացնեք այդ 1000 ողջակեց հավաքելը ինչքան դժվար է։ 1000 ողջակեզը սիրելիներս, ողջակեզ որ կառները պետք է մատուցվեին։ Անարատ, առաջնեկ, 1 տարեկան, 1000 հատ ողջակեզը ինչի հագեցեց, 5000 ունեցավ դուրից։ Դուր X գումար XY կստանաս դի եղավ, արդյունքում ստացավ իմաստություն ու հարստություն, բայց գիտեք ինչ մակարդակի։ Իր թագավորության ընթացքում Երուսաղեմը չունեցավ պատերազմներ, ամենախաղաղ ու ամենապաշտպանված դարաշրջանն ապրավ Իսրայելը։ Նույն բանը լինելու է ցեզի հետ։ Վաղ եկեղեցու օրինակը հիշեք, ինչպես կծառայեն։ Վաղ եկեղեցին երբ էր։ Միլիարդերներ էին։ Ներոնը հալածում էր։ Առաքյալներին մորտում էին։ Հենց նույն 10-ամյակի չէ, 5-ամյակի, 2-ամյակի մեջ Ստեփանոսին քարկոձեցին, սպանեցին։ Բայց ո՞նց էր վաղ եկեղեցու օրինակը։ Իրանց ամեն ինչով։ Եվ այնտեղ ասում է, որ բոլորի վրա մեծ շնորհ էր։ Ասում է անգամ իրանց տուն ագարակ ծախում բերում դնում էին առաքյալների ոտքերի տակ։ Սա ամեն ինչ համատարած ունեին։ Արդյունքում այդ դժվար ժամանակահատվածներում մեկը մյուսից պաշտպանվածություն ունեն եւ մեկը մյուսի կարիքը հոգալու հնարավորություն։ Ամփոփելով առատությամբ սերմանողը առատությամբ էլ կհնձե այս սկզբունքը, խոսում ենք Աստծո տնտեսության մասին, որտեղ առատաձեռնությունը բերում է զանազան օրհնություններ, ոչ թե բիրժայական գաղափար։ Ու չզարմանաք, երբ որ այս վարտապետության մեջ մենք կաղում ենք ու ամեն ասպեկտի մեջ կաղալու ենք, չկա օրհնություն, չկա վերելք, չկա պարտություն։ Առատությամբ ավետարանես, առատությամբ օրհնվիս։ Առատությամբ կարիքավորին տաս, առատությամբ վարձահատությունը կստանաս։ Թծիպությամբ բերեցիր, թե ծառայությունը, թե ժամանակը թծիպությամբ, թե ամեն ինչը թծիպությամբ դրեցիր Աստծո ոտքերի տակ։ Կներես, այդպես էլ հնձելու ես։ Դա ոչ թե էլի եմ ասում մեխանիկական գործարք է, այլ վստահություն, սիրո ապրելակերպ, արձագանքելով Աստծո անսահման առատաձեռնությանը մեր հանդեպ։ Սրանով մենք Աստծո առատաձեռնությանն ենք արձագանքում։ Ոչ թե Աստծո համար ինչ-որ բան կենենք, որ ինքը դրա կարիքն ունի, այլ իր առատաձեռնությանն ենք արձագանքում։ Բայց ինչ սրտով, էլի եմ ասում, դուք ձեզի հարց տվեք, իմ սիրտս ո՞նց է այս ամեն ինչի մեջ։
ում են կապված, Աստծուն թե նյութականին։ Մի քիչ ժամանակս, մի քիչ ուսումս, մի քիչ այդ ամեն ինչը սա գլոբալացնում ենք, միանշանակ նաև հաշվի առնելով համատեքստը, որտեղ խոսում է նյութականի մասին, որտեղ հիմնականում ամեն չարիքի արմատ արծաթասիրությունն է, այն որ չես հասունանում, չես օրհնվում եւ այլ, սա նաև կապված է արծաթասիրության հետ։ Նորուղտի համաձայն, եթե մարդիկ չուզենան տալ կամ միայն ավելցուկից տան, ինչ կեղնի։ Նորուղտում չկա պատիժ, անեծք այդ իմաստով։ Պարզապես ինչ տեղի կունենա։ Հոգևոր զրկանքներ, օրհնություններից զրկվելու խնդիր կունենաք։ Որովհետև Հիսուսը ինչ ասավ։ Ղուկասու 6:3 տվեք ու կտրվի։ Չտաք, չի տրվի։ Այսինքն, սիրտը տիր ծառայության, արդյունքը կքաղես։ Կյանքը տիր ծառայության, կօրհնվիս։ Հիսուս չասավ թե այսօր ելի գնա եկեղեցի ու վсё, դու երկնային գանձերը ժառանգիր։ Լիքը պրոցեսներ կա։ Կյանքը տնել, ավետարանել, ծառայել, մարդկանց բերել Քրիստոսին, նյութական հանգանակություններ նաև ժողովուրդ։ Սրանք մեկը մյուսին կապված են եւ բոլորը միասին են ցույց տալիս մեր սրտի դիրքը։ Հնարավոր է մարդը բաց թողնի Աստծո հետ առատաձեռնության միջոցով հարաբերությունները զարգացնելու հնարավորությունը։ Կյանքը կասնի, ամեն ինչ կանցնի ու դուք ձեր հնարավորությունը Տիրոջը ծառայելու առատաձեռն կերպով ամեն բնակավարերում բաց եք թողնելու։ Մարդը կարող է նաև այս միջոցով բաց թողնել հավատքը կործանականում արտահայտելու հնարավորությունը։ Հավատն առանց գործերի մեռած է եւ այս պատճառով եթե քու սիրտը պատրաստ չէ ամենալավն անելու Տիրոջ համար, այս պարագայում սիրելիներս բաց եք թողնում գործնական արտահայտելու հնարավորությունը Աստծո հանդեպ ձեր սիրո։ Նոր ուխտի համատեքստում նյութական հանգանակության սկզբունքները տարբերվում են հին ուխտի պարտադիր 10-րդի օրենքից։ Նոր ուխտում շեշտադրում է ավելի լավ, ավելի լավագույնը, ավելի մաքուր սրտով ծառայելու սկզբունքը։ Սրտի վիճակի եւ ազատ կամքով նվիրատվելու սկզբունքը։ Պարտադիր չէ, բայց քու ազատ կամքով արածդ ցույց է տալու քու սրտիդ վիճակը, որտեղ ես գտնվում, որն էլ ի հետևանք տեսնելու ենք օրհնությունների մեջ, կյանքիդ վերելքի եւ մնացած հարցերի մեջ։ Էլի եմ ասում, այս օրհնությունը ոչ թե մենակ նյութականի մասին է, այո, նույնպես կցանես, բայց նաեւ ինչ կարա տեղի ունենա, եթե քու սիրտդ կապված չէ այս աշխարհի այս ամեն ինչին, պատկերացրեք սիրելի եկեղեցի ջան, մի օր մի հատ նեղության մեջ ես ընկեք, քեզի կծեծեն ու ով պիտի քեզի օգնի, ու կողտե մարդմուրդ չկա։ Նաև կարա այդ ձևով Աստված խոսքի օրինակ ինչ որ մի հրաշ մի գործողություն կատարել, այսինքն մենք չպետք է ասենք որ պարտադիր խոսքը նյութական օրհնության մասին է, բայց սրա պդուղը Աստծուն ծառայելու, Աստծու կողմից պաշտպանված լինելու անընդհատ տարբեր իրավիճակներում տեսնելու ենք եկեղեցի ջան։ Ամեն մեկնի սրտի չափ տա ինչպես որոշել է, այնպես էլ տա, տրտմությամբ կամ հարգադրաբար չենե, որտեղ Աստված կսիրե ուրախությամբ տվողը սրանով նաև մենք կժառանգենք Աստծո սերը, այսպես ասած կվայելենք Աստծո սերը, ըստ կարողության է ասում առաքյալը, ըստ կարողությունը որն է ժողովուրդ։ Աստված կյանքը տվել է, ուժը տվել է, եռանդը տվել է, գտնելու, ճարելու, վիզ տնելու գաղափարը տրել է, այն հայերեն ասած։ Վիզ կտնես այս գործի համար։ Կյանքդ կտնես, այդ Աստծո տված ուժը կներդնես, որ միայն դե Տիրոջ գործը լավ ընտանա, կենես այդպես բան։ Ես աղնձի մարդ կենեմ, հետո ինչ օրա մնաց Աստծո մարդ կենեմ կամ չեմ ելը։ Աստված մեծ կարողություն է մեզի տվել, որ իրան ծառայենք։ Սուրբ Հոգուն է տվել, իր որդուն է տվել, ամեն ինչ է տվել։ Տվել է ուժ, ֆիզիկական կյանք ու ամեն ինչ։ Ինչ որ մենք կհոգանք մեր
լավ ջինսից շալվար հագնելու հարցը, եթե այդպես մենք հոգանք մեկից կամ եկեղեցու կարիքների հարցը, մենք լավ առաջընթաց կունենանք, որպես Տիրոջ մշակներ Տիրոջ դաշտում։ Առաքյալները եւ եկեղեցու աշխատանքին աջակցություն կեղնի այս միջոցով։ Հոգևոր աշխատանքին աջակցություն կեղնի։ Դուք պատկերացրեք մի հովիվ, ով որ իր կյանքն է դրել, իրապես ժամանակ չունի, արտենեն վիճակն է, որ ինքը անընդհատ Տիրոջ գործի մեջ է, այստեղ կավետարան է, այնտեղ կայցել է, եկեղեցու կարիքներու հոգսերը կհոգա, հա, ու ինքը սենք տունը սոված նստած է, ինչը պետք է ծառայի այդ հոգով։ Այդ մտածելակերպով ո՞նց է ծառայելու ժողովուրդ։ Բայց, երբ որ մենք կարդում ենք Ֆիլիպեցիների 4:15-ից 18-ը, Ա Տիմոթեոս 5:17-ից 18-ը, այնտեղ հստակ խոսվում է, որ այս ծառայությունը նաև կատարվում է սերմանողների, իրենց կյանքը տնող մարդկանց այս նյութական կարիքների համար, որովհետեւ իրանք էլ կարողանան մնացածի կարիքները հոգալ։ Սա նաև ծառայություն է կարիքավորներին օգնելու համար։ Մեր մեջի կարիքավորներին ու նաև մեզնից դուրս։ Եթե մարդիկ չուզենան տալ կամ միայն ավելցուկից տան, ելի եմ ասում, նոր ուխտում չկա անեծք չտալու համար, ինչպես Մաղաքիայի գլխում անեծք կար բանի համար, Իսրայելի ազգի համար չտվողների։ Սակայն հոգևոր օրհնություններից զրկվելու խնդիրը կա ու կմնա ու կեղնի ու մինչև օրս սակավ ծառայողները կարան իրենց աբրած կյանքով դիք փաստեն։ Գնացեք, բոլորս երտանք ու մի հատ լավ մտածենք այս մասին։ Տվեք ու կտրվի։ Հնարավոր է, այո, մարդը պաստողնի Աստծո հետ առատաձեռնության միջոցով հարաբերությունները զարգացնելու այս հնարավորությունը երկրի վրա։ Նոր ուխտը, որի մեջ մենք հմիկանք, կշեշտադրե սիրելիներս ավելի շատ մեր տալու դրդապատճառների, սրտի վիճակի վրա, քան թե տված գումարի չափի։ Եթե մեր սրտի վիճակը լավն է, մենք լավագույնը կենենք Տիրոջ համար։ Եթե մեր սրտի վիճակը լավը չէ, ելի մնալու ենք նույն տաշտակին։ Քրիստոսի սիրո պատասխանով տալը դառնում է երկրպագություն եւ հավատարմություն, արտոնություն, ոչ թե օրենքի պահանջ։ Ինչքանով ունենք Քրիստոսի սերը։ Քրիստոս ո՞նց էր տալիս։ Ո՞նց էր տալիս, գնացեք Քրիստոսի կյանքը ուսումնասիրեք Աստվածաշնչով։ Լավագույնն է։ Աստված ո՞նց տվեց քու համար։ Արժանի է իր Աստծո տվածներին ու Քրիստոսի տվածներին։ Բայց Աստված արժանի է, որ ամեն ինչ այո իրան ծառայեցնես։ Արժանի է թե չէ։ Հիմա կրկին հարց ենք տալու։ Ուր է մեր սիրտի դիրքը, ո՞նց ենք մենք մասնակցում այս ծառայությանը եւ ուր ենք մենք գտնվում։ Ես չեմ ասում, որ մեկը հիմա ցերկ բարձրացնի, բայց թող մեկը իր մեջ ինքն իրան հարց տա։ Ամեն մեկս, ես, սաղս։ Հիմիկվա մեր բռնած դիրքը, մեր ջանքը Աստծուն հաճելի է, թե հաճելի չէ։ Աստվածաշնչյան առատությամբ սերմանելն է սրտի ապագով նվիրվածությամբ, թե չէ։ Ամեն մեկս քննենք մեր սիրտը, եթե էլի կսեմ, Աստծուն դրել ենք փող մուրացող ինչ-որ մեկի տեղ, իր տված բարիքների ես, ինչը կսեմ, կրճոնները կծառայեցնենք Աստծուն, կամ պատրաստ չենք ընդհանրապես Տիրոջը ծառայելու, չփողոքվինք որ։ Մենք էլ կմնանք առանց հնձելու, թորեն կցանես, որում կհնձես։
Ավելի ճիշտ որոն կցանես, բանը չես կարա որոն ցանես ու ցորեն հնձես։ Չես կարա պերեսպես ավել ծուգով տիրոջը ծառայես կամ էսիմ ժողովուրդ խորապես գիտակցություն պետք է ծառայության համար։ Աստված լավագույնն է տվել մեզի։ Քրիստոսը լավագույնը կուդա մեզի։ Ուր ենք մենք կանգնած, ինչ ենք մենք ծառայում։ Մեր ծառայությունը ի հետևանք մեր կյանքի բնագավառների ու իրավիճակների։ Եթե համեմատականի տնենք առատությամբ սերմանը ու առատությամբ կհանձեք։ Այսօր տեսնում ենք, որ մենք առատ ենք սերմանը, առատությամբ կհանձենք այդ գաղափարախոսությունը, տեսնում ենք մեր կյանքերում։ Տեսնում ենք։ Մենք մենակ տեսնում ենք, որ մինչև օրս շատ ժամանակ ուղղակի Աստծո ողորմությամբ տեղում քայլով մարշ կենենք։ Աստված մեզի ենկանքը ողորմե, որ նկարնանք տեղում քայլով մարշ ենք։ Որտեւ արժանինքների տեսակետից անկամ արժանի չենք այս բարիքներն ու ամեն ինչ վայելելու, ինչ որ Աստված մեզի կուտա։ Շատ չեմ մանրանալու, էլ հեչ բան չեմ ասելու։ Մի բան կասեմ։ Ինչ որ կհոգաք ձեր մասին, ձեր ընտանիքների, ձեր, այո, այնտեղ մարդիկ կան, այսպես կմտե առաջին ընտանիք, հետո եկեղեցի, այստեղ մենք չենք խոսում եկեղեցի բուն գաղափարի մասին, այստեղ մենք խոսում ենք Աստծուն ծառայելու սրտի տրտապատճառի ու պատրաստակամության մասին։ Ինչքանով ենք պատրաստ, ինչքանով ենք անում։ Ինչևէ, թող Տերը օրհնի ամեն մեկի, դու այս պատգամից հետո լավագույնս գցեք, բռնեք, ոնցեք շարունակելու հետո։ Ոնց ենք շարունակելու հետո։ Հա։ Բայց Աստված սրտերը տեսնելով մեկին չընտրել։ Այնտեղ ուրիշ հարց է կա, օրինակ Աբել Կայանի պատմության մեջ Կայանը ինքը չպահանջված զոհ մատուցեց։ Ինիք լավագույնը մատուցեց։ Կարանք նմանեցնենք այս ամեն օրինակներին, բայց ինիք նոր աղանդ հորինեց։ Վերես մի բան մատուցեց, որը Աստված չէր պահանջի։ Կարի զոհաբերությունն էր պետք։ Ինչևից է ժողովուրդ ջան, թող Տերը օրհնի ու ձեր սրտերը առատեցնի Տիրոջ ծառայության մեջ։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։ Սքանչելի Տեր, քո ողորմությունն ենք խնդրում։ Խնդրում ենք, որ օրհնես իմաստություն տաս քեզ ծառայելու մեջ ամեն բնագավառում։ Խնդրում ենք եկեղեցուդ իմաստություն տաս, որ Տեր, քեզ սիրելու ծառայություն են մատուցում, ոչ թե քեզ ողորմելու։ Մենք ենք ողորմելի մարդիկ, որ արժանի չենք որևիցե բարիքի, բայց դու օրհնում ես Տեր։ Տուր են իմաստությունը, գիտությունն որ քու տվածն ենք ծառայեցնում քեզ։ Քու ողորմածն ենք Տեր, աղքատին ողորմելու։ Դու մեզի ողորմեցիր ավետարանի միջոցով, քու տված ավետարանն ենք տարածելու եւ ուրիշներին փրկելու։ Տեր, տուր այդ իմաստությունը, որ դու իրապես արժանի ես, որ լավագույնն ենք քու համար։ Փոխե մեր սրտերը։ Գործե ես խոսքիդ միջոցով, որտեղ նյութական կախվածություն ունենք մաքրե։ Թող ոչ մեր գործը, ոչ ուսումը, ոչ ֆինանսը, ոչինչ քեզանից առավել չեղնի, ոչ էլ մեր կյանքը։ Պատրաստ եղնենք ամեն բան Տեր քեզի ծառայեցնելու։ Ու գիտենք դրա մեջ էլ լինելու է մեր օրհնությունը, գիտենք որ դրա մեջ էլ լինելու է մեր պաշտպանությունը, ինչպես դու ես խոստացել։ Ու դու կփառավորվես այդ ժամանակ մեր կյանքերում։ Երբ որ իրապես խորը գիտակցությամբ ծառայեցնենք մեր այն բարիքները, որը դու ես մեզի տվել։ Տուր այդ պարզ գիտակցությունը, փոխե մեր սիրտը, մեր միտքը, մեր ծառայության ոճը, ձևը, դրտապատճառն, ամեն բան։ Դու փառավորվի մեր կյանքերում։ Հիսուսի անունով ամեն։